ասես բումբումի Կախարդական քաղաք դու հրաշքես բումբումի Ժպիտը կոտակի դոտաները բումբումի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Ուշադրություն, Starket Bombomik.am կայքը հայտարարում է նոր ֆոտոմրցույթ։ Մրցույթի խորագիրն է Ես եւ իմ ընտանիքը։ Գրանցվեք մեր կայքում, բեռնեք հետաքրքիր ընտանեկան լուսանկարներ եւ դարձեք հաղթող։ Իսկ հաղթողներին սպասվում են բազում անակնկալներ եւ նվերներ։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Starket Bombomik.am կայք։ Հաղթում եք հաջողություն։ Այսօր մենք ունենալու ենք հյուր, տեսնենք թե ով է լինելու նա, տեսնենք թե ով է լինելու նա, ով է պայքարելու գլխավոր մրցանակի համար, պատրաստ եք, բոլորս միասին ասելու ենք կախարդական խոսքերը, բաբա, բեբե, բարև ձեզ, ձեր անունը իմ բարեկամ, Ռաֆայել, Ռաֆայել, իսկ ազգանունը? Գասպարյան, Ռաֆայել, եկեք ծափարեք Ռաֆայելին, բրավո, ինչպես ես իմ թագագի բարեկամ? շատ լավ, Ահա, ես անկեղծ ասած մի փոքր անհանգստանում եմ, որովհետև դու թռչելու ես տիեզերք, եւ պայքարելու ես պարոն Ռոբոբումի դեմ, դու պետք է քո ինտելեկտով ապացուցես նրան, որ կարող ես վաստակել գլխավոր մրցանակը, որը ոչ ոք չգիտի թե ինչ է։ Ես քեզ մաղթում եմ հաջողություն, բայց նախ եկ ծանոթանանք քեզ հետ։ Որ դպրոցում ես սովորում։ Ես սովորում եմ ոսկեվազի միջնակարգ դպրոցում։ Ոսկեվազի միջնակարգ դպրոցում, իսկ որ դասարանում իմ բարեկամ։ 8-րդ դասարանում։ 8-րդ դասարանում, իսկ ինչ երազանք ունես, որ մեծանաս ինչ մասնագիտություն ես ընտրելու։ Ծրագրավորող։ Ծրագրավորող, համակարգիչների ես վստահ եմ, որ դու այսօր կհաղթես, բրավո։ Մի հարց, ինչպես դու հայտնվեցիր այստեղ, հա? Տանն էի և միանգամից հայտնվեցի այստեղ։ Հա, տանիր միանգամից հայտնվեցիր այստեղ, իսկ դու ճիշտ ես պատասխանել այն 3 հարցերին, որը Ռոբոբումն էր առաջադրել, հա? Այո, իսկ որոնք էին այդ հարցերը, հիմա կիմանանք, ուշադրություն։ Պարոն Ռոբոբում, որոնք էին այն 3 հարցերը, որին պատասխանել է Ռաֆայելը։ Ինչ է զորավար Անդրանիկի ազգանունը։ Հիմա, սպասեք, խնդրեմ։ Զորավար Անդրանիկի ազգանունը Օզանյան է։ Բրավո, տեսակ։ Հարցի երկրորդ, ուշադրի լսում եք,
Որն է Թայլանդի մայրաքաղաքը։ Հա, որն է Թայլանդի մայրաքաղաքը։ Որն է Թայլանդի մայրաքաղաքը։ Բանգոկը։ Բանգոկը, տեսնում եք։ Հանճարե։ Երրորդ հարցը, սիրելի ռոբոբոմ, Ինչ հայտնի շինություն է պատկերված նկարի վրա։ Հիմա Նկարի վրա պատկերված է Ռոմի Կոլիզեյը։ Ռոմի Կոլիզեյը նա գալիս է հիմա կտեսնեք թե հաղթելու ենք կրկին ևս մեկ անգամ պատրաստ ես Այո։ ահա հիմա տրճելու ես պիեսեր բաբա բեբե Ողջույն Ռաֆայել, Ողջույն։ ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Դու պատրաստ ես մասնակցելու ինտելեկտուալ մրցույթին։ Այո։ Դե ինչ, ես քեզ մաղթում եմ հաջողություն։ Շնորհակալություն։ Բացատրեմ խաղի կանոնները։ Որպեսզի վաստակես գլխավոր մրցանակը, պետք է ճիշտ պատասխանես 10 հարցերի։ Դու յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար ունես ընդամենը 10 վայրկյան։ Պարզ է։ Այո։ Դե ինչ, սկսեցինք ուշադրություն։ Քանի վանդակի է բաժանված շախմատի տախտակը, ժամանակ։ Պատասխան։ Շախմատը բաժանված է ուղիղ 64 վանդակ։ Հարց երկրորդ։ Ով է Կարլ Խաչմանկյանը։ Ժամանակ։ Պատասխան։ Դերասան։ Լավ, անցնենք հաջորդ հարցին, որ պետության կազմում է Գրենլանդիա կղզի։ Ժամանակ։ Պատասխան։ Գրենլանդիա կղզին ԱՄՆ-ի կազմում է։ Հարց չորրորդ։ Երբ է Հայաստանում նշվում անկախության օրը։ Ժամանակ։ Պատասխան։ Ցավոք սրտի ժամանակը լրացավ։ Հարց 5-րդ։ Ինչպես է բացվում մակ հապաղումը։ Ժամանակ։ Պատասխան։ Մակ հապավումը բացվում է Միացյալ Ազգերի կազմակերպություն։ Հարց 6-րդ։ Որ պետության մայրաքաղաքն է Բրատիսլավան։ Ժամանակ։ Պատասխան։ Ժամանակը լրացավ։ Հարց 7-րդ։ Ով է ազգային ճոճեր ստեղծագործության հեղինակը։ Ժամանակ։
Պարույր Սևական։ Հարց 8-րդ Որն է Եվրոպայի ամենամեծ հրաբուխը ժամանակ Պատասխան Եվրոպայի ամենամեծ հրաբուխներ Էթնահրաբուխը։ Հարց 9-րդ Որն է աղի քիմիական բանաձևը ժամանակ Պատասխան Աղի քիմիական բանաձևն է նատրիում քլոր։ Եվ վերջին 10-րդ հարցը ով էր Զևսի կինը ժամանակ Պատասխան Զևսի կինն էր Հերան։ ժամանակը լրացավ Իսկ այժմ տեսնենք, թե քանի հարցի ճիշտ պատասխանեց Ռաֆայել Գասպարյանը։ Հարց առաջին. Քանի վանդակի է բաժանված շախմատի խաղատախտակը։ Պատասխան 64 Ով է Կարպ Խաչվակյանը։ Պատասխան Հայդերասան Հարց երրորդ Որ պետության կազմում է Գրենլանդիա կղզին Պատասխան Դանիա Հարց չորրորդ Երբ է Հայաստանում նշվում անկախության օրը Պատասխան Սեպտեմբերի 21 Հարց 5-րդ Ինչպես է բացվում ՄԱԿ հապավումը Պատասխան Միավորված ազգերի կազմակերպություն Հարց 6-րդ Որ պետության մայրաքաղաքն է Բրատիսլավան Պատասխան Սլովակիա Հարց 7-րդ Ով է ազգային ջոջե ստեղծագործության հեղինակը Պատասխան Հակոբ Պարոնյան Հարց 8-րդ Որն է Եվրոպայի ամենամեծ հրաբուխը Պատասխան Էթնա Որն է աղի քիմիական բանաձևը Պատասխան Նատրիում քլոր Եվ վերջին 10-րդ հարցը Ով էր Զևսի կինը Պատասխան Հերա Գեցես Ռաֆայել Ես հիացած եմ Դու ճիշտ պատասխանեցիր 6 հարցի Դու չես կարող վաստակել իր կողմից համաված գլխավոր մրցանակը Բայց ես հիացած եմ քեզանով Շնորհակալություն խաղին մասնակցելու համար Ձեզ էլ շնորհակալություն։ Ես շատ նոր բաներ իմացա։ Հաջողություն։ Դե ինչ իմ տակակի բարիկամ Ռաֆայել ստացվեց Ոչ, բայց ես պատասխանեցի 6 հարցի։ Ինչ անեցին Ոչինչ,
Ոչինչ, ես վստահ եմ, որ հաջորդ անգամ մեկ անպայման կվաստակենք գլխավոր մրցանակը։ Շնորհակալություն իմ թանկագին բարեկամ, աղբյուր իմաստության, ես հիացած եմ քեզանով, բայց ոչինչ, պարոն Ռոբոբում, դեռ կտեսնեք, ես ցանկանում եմ քեզ նվերներ հանձնել Էկզոտարիումի կողմից անվճար այցելության տոմս։ Ձեր տապարությունները Էկզոտարիումին, ավելի բարձր։ Եվ իհարկե անվճար այցելության կտրոն հրավիրատոմս կոնուս մակապատանեկան զարգացման կենտրոն անպայման կայցելես եւ գեղեցիկ պլաստիլինով ինչ-որ մի Ինձ կպատկերես, համաձայն ես, պլաստիլով կծեպես պարոբումին, այ դու կեցես կոնուս մակապատանեկան զարգացման կենտրոն, շնորհակալություն ձեր տապանությունները կոնուսին և նվեր քարտ վավը մանկական գեղեցկության սրահի կողմից ձեր բուրըն ծափարությունները պարոն բումի ընկերներին շնորհակալություն խաղին մասնակցելու համար ձեր բարեմաղթանքը իմ շատ սիրելի հյուսատող բարեկամներին Ես ցանկանում եմ, որ բոլորդ էլ հավատաք, որ այսպիսի բաներ լինում են և բոլորդ էլ գոնե մեկ անգամ գաք և մասնակցեք մրցույթին, ինտելեկտուալ մրցույթին, շատ շնորհակալություն, հայլուն խոսքեր էին, շնորհակալություն, դե ինչ ժամանակն դուք պետք է շտապ հասնես տուն, բաբա, բեբեբում։ Ոչինչ, Ռոբոբում, դեռ կտեսնես դե ինչ խելացի բանիկներ կամ մեր թագավորությունում սպասի և Ուշադրություն, Stargate Bombomik.am կայքը հայտարարում է նոր ֆոտոմրցույթ։ Մրցույթի խորագիրն է Ես և իմ ընտանիքը։ Գրանցվեք մեր կայքում, բեռնեք հետաքրքիր ընտանեկան լուսանկարներ և դարձեք հաղթող։ Իսկ հաղթողներին սպասվում են բազում անակնկալներ և նվերներ։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Stargate Bombomik.am կայք։ Մաղթում եք հաջողություն։